դպրոցից մինչև ժողովրդի սիրելի պոետ։ Այսպիսին էր նրա դժվար, բայց և փառքով պսակված ճանապարհը։ Երգում էր մայր հայրենիք սեր, տառապում էր ազգի ցավով։ Հայ էր, ոտքից գլուխ, ուղն ու ծուծով։ Հովհաննես Շիրազ, հայ պոեզիայի մռնչացող առյուծը, որ անհաշտ էր ժամանակի ու անարդարության հետ, որ երազում էր ապրել ու մեռնել հանուն մեծ Հայաստանի։ Նրա մեջ ոսկլտում էր մաշտոցյան լեզվի կրակը, նրա երակներում հոսում էր Նարեկացու և Քուչակի արյունը, իսկ սրտի միջով անցնում էր Խաչատուր Աբովյանի վերքը։ Նա տիրապետում էր Սասունցի Դավթի ուժին, սակայն նրա պոեզիայում ծաղկում էր մոր ծաղիկը, որի անունը քնքշություն է։ Նրա քնարը պատվով կրում էր Կոմիտասի կարոտը և Մարտիրոս Սարյանի գույների հարմոնիան։ Շիրազը ոչ միայն բանաստեղծական պատկերի անգերազանց վարպետ է, այլև բանաստեղծության գերազանց կառուցող ճարտարապետ։ Շիրազի ստեղծագործությունը ոչ թե պատմություն է կամ անցյալի հուշ, այլ բանաստեղծական գալիք, ուր թրթռում է պոեզիայի կենդանի ոգին, աստվածային շունչը։ Այսպես է հանճարեղ պոետին բնութագրել գիտության վաստակավոր գործիչ Սուրեն Աղաբաբյանը։ Շիրազը հայ ազգի համաժողովրդական արժեքներից մեկն է։ Բացի այն, որ Հովհաննես Շիրազը հայ գրականության հենասյուներից մեկն էր, նաև նա ամբողջական մի ազգային գաղափարախոսություն էր։ Հենց ինքն էր այդ գաղափարախոսությունը։ Մենք Շիրազով սովորեցինք հայրենասիրությունը, ազգայնականությունը, Շիրազով սովորեցինք ինչ բան է մայրը, Շիրազով սովորեցինք սիրել Մասիսը։ Շիրազը ծնվել է Գյումրիում։ Ողջ կյանքում ապրել է հարազատ քաղաքում թողած իր հուշերով, ծնողների մասին ունեցած թանկ ու աղոտ պատմություններով։ Հորը Թադևոսին իրենց փոքրիկ ու խարխուլ խրճիթի առջև սպանել են թուրքական արշավանքի ժամանակ։ Մայրը Աստղիկը ստիպված է եղել փոքրիկ ունիկին հանձնել մանկատուն։ Այս տարի լրանում է Հովհաննես Շիրազի ծննդյան 110-ամյակը։ Մեր հանրությունը տարբեր տարեթվեր գիտի, բայց որպեսզի բոլոր տարակարծությունները վերանան, ես ունկնդիրներին, դիտողներին ընդամենը հիշեցնում եմ մի փաստ։ Հովհաննես Շիրազի քույրը Մանիկը ծնվել է 1914 թվականի հունիսին։ Դրանից հետո Հովհաննես Շիրազը երբ պիտի ծնվեր։ Առնվազն 9 ամիս հետո, ճիշտ է։ Այդպես որ գումարում ենք գալիս հասնում է 15 թիվ ապրիլի 26, բայց գրանցված է 27։ Իսկ ինչու է մեջտեղ եկել 14 թիվը։ Պատճառն այն էր, որ երբ Հովհաննես կամ Կարապետյան կամ Օնիկ Կարապետյան պատանուն ուզում էին ընդունել հրամանագրել տեքստիլ գործարանում աշխատանքի, տարիքը չէր բավարարում։ Ստիպված 1 տարի մեծացրել են, որ իրավունք ունենան որպես աշխատող հրամանագրելու։ Շիրազը բնածին հանճար էր, Շիրազը ինքան պատկերներ, նորաբանություններ, մտածողության նոր թռիչքներ ունի, որ ուրիշները էլի կարող են գրեն տաղանդավոր, այսպես խոսքեր ասեն, բայց Շիրազին հանճարի թռիչք է։ Ինչ միանգամից որ կարող է ասել։ Շիրազի հայրը Թադևոսը, ինչպես գյումրեցիներն էին կոչում, բոստանչի էր, մայրը Աստղիկը սիրում էր ասեղնագործել։ Փոքրիկ Հովհաննեսը նրանց միակ առուզավակն էր քույրերից, Գոհարից և Մարիամից հետո։ Ընդամենը 5 տարեկան էր, երբ զրկվում է հորից։ Մանկության օրերն անցել են ամերիկյան որբանոցում, սակայն մանուկ Հովհաննեսը, չդիմանալով որբանոցի դաժան պայմաններին, փախչում է ու դառնում անապաստան։ Շիրազը անցել է որբ մանկության բոլոր դժվարին ճանապարհներով։ Իր բանաստեղծություններից մեկում հրաշալիորեն նկարագրել է իր այդ վիճակը, որ իմիջայլոց վրացի բանաստեղծ Մորից Փոցխիշվիլին շատ էր հավանել, ասում էր, լաց եղավ, որովհետև ես ինքս եմ ջուր ծախող եղել և անցել եմ ճիշտ նույն որբ մանկությունը ինչ Շիրազը։
Ժողովրդայնությունը Շիրազի դեռ մանկուց դեռ որբանոցում արդեն ձևավորվել է, իրենց հետ եղել է նաև ուրեմն Մկրտիչ Արմենը, հայրիկիս հասակակիցն է եղել, որոնց մասին, այդ որբանոցի մասին իմ հայրիկս շատ սիրով պատմում էր, գիտեք, մի առանձին սիրով, մի առանձին հուզմունքով ուրիշ աշխարհ էր դա։ Եվ դա ծնեց Շիրազ։ Դառն ու դաժան են եղել մանկատան տարիները, որտեղից պատանի Օնիկը մի օր փախուստի է դիմել ու վերջնականապես հայտնվել փողոցում։ Իր նման մի քանի տղաների հետ շուկայում ջուր վաճառելով, գումար ու ուտելիք մուրալով, երբեմն էլ գողություն անելով։ Շիրազը խմորից արձանիկներ էր պատրաստում։ Հենց այդ արձանիկներով էլ մի օր կաշառում է որբանոցի դռնապահին ու փախչում։ Այդ օրվանից Շիրազի տունը դառնում է փողոցը։ Ապագա բանաստեղծը քնում էր եկեղեցու կամ ծառի տակ, երբեմն էլ շամ բնում։ Հենց այդ օրհասական վիճակում էլ մանուկ Օնիկը սկսում է գողությամբ զբաղվել։ Ամեն անգամ որբանոց վերադառնալուց հետո շատ խիստ պատժել են։ 7 տարեկանում նմանատիպ մի փախուստից հետո ամբողջ գիշեր ծեծել են ու ստիպել սուր քարերի վրա չորեքթաթ ման գալ։ Այդպես առնոտված քնել է, առավոտյան արթնացել ու լսել, որ երեխաներին ընտրում են Ամերիկա տանելու համար։ Որոշել ու փախչել է որբանոցից, այլևս չվերադառնալով այնտեղ։ Որբանոցում մորը չեն ասել, որ փախել է, ասել են պատժված է եւ 6 ամիս չի կարող տեսնել որդուն։ Մի անգամ հարցազրույցներից մեկի ժամանակ պատմել է Շիրազի մեծ քրոջ Գոհարի թոռնուհի Նարինե Խաչատրյանը։ Որբանոցում, ասենք, իրանք հաշվում էին, թե ինձ ճաշի մեջ քանի լոբի ա եղել ամեն մեկը որբերը։ Իրար պատմում էին, հələ։ Իր համար դա զարմանալի բան էր, չէ՞, մենք ասենք ուրիշ իրավիճակում էինք ապրում, բայց հետո պատմում էր, որ այդ ամենը իր բանաստեղծությունների մեջ իհարկե կա, շատ է սիրել քանդակել։ Ասում վերցնում էի հացի որբանոցի խմորները, շուն տարբեր կենթանիներ էի քանդակում, երևի այդ բանը ու շատ հաջող իմիջայլուց ու փոխում էր ուրիշ բանմաթերքի հետ։ Այդ երևի շնորհը անցել է մեզ։ Շիրազի մասին ուրեմն գյուղական այդպես փոքրիկ զրույցներ կար նաև, որ ինքը երեխաներին ասում էր, բայց երեխաներին առանձին են տեսնում, մի քիչ կուլակների այդպես ունե, որ երեխաներին առանձին ասում էր, դու հենց մի կգնաս, ծեր տնից մի թաս խեծախ կբերես, կկերծենես, այս առաջի սեղանի նստածին, քեզ 3 կտնշանակեմ։ Շիրազը եթե ոչինչ չգրեր ու գրեր միայն դանթեական պոեմը, ինքը կմնար հայ գրականության մեջ որպես պառնաս, լեռ որպես։ Բայց Շիրազը նաև մի ուրիշ պոեմ էլ ունի, 6 տողանոց պոեմ էլ ունի, որ դա էլ կարելի է համեմատական կարգով դնել դանթեականի կողքին, մենք խաղաղ էինք մեր լեռների պես ու կողմերի պես խուժեցիք, հիշում ենք այդ տողերը, ինքը 6 տող է ընդամենը, բայց մի ամբողջ պոեմ է իր մեջ ներառնված։ Պատմում են, որ գյումրեցի բոլորից հայտնի Պոլոս Մուկուշն ունեցել է մի վաճառասեղան, լի զանազան մրգերով։ Մի օր Օնիկն իր փողոցում հայտնված ընկերների հետ, մաշված շորերով ու պատառոտված կոշիկներով անցել է այդ սեղանի կողքով, սովահար հայացք գցելով շողշողացող մրգերին։ Սկզբում Մուկուչը բարկացել է նրանց վրա ու վռնդել, բայց հետո երբ իմացել է, որ Օնիկը բանաստեղծություններ է գրում, հանձնարարել է նրան հորինել բանաստեղծություն վաճառվող տանձերի մասին։ Շիրազն իրեն չի կորցրել։ Տանձը քեռի, ծառից կեղնի, թե որ հասավ անուշ կեղնի, ընկավ գետին մաս-մաս կեղնի։ Օրենքն է սա ժամանակի։ Երեկոյան տղաները հրավիրվում են Պոլոս Մուկուչենց տուն, պատվի։ Մի օր մի կարճահասակ չաղլիկ մարդ ջուրը խմել, գումարը չի տվել։ Փոքրիկ Օնիկը քաղցած, ջղայնացած ու լացակումած հերվից վազելով եկել է թռել այդ մարդու մեջքին, ուժով խփել գլխին։ Ոստիկանությունում, երբ թուղթուգրիչ են տվել, բացատրագրում գրել է. Երբ չբավեց ձեռքիս ուժը, գլխին տվի կավե կուժը։ Այն ժամանակ եղել են ցերեկային որբանոցներ, Ամերիկոմի որբանոցը եւ այլն, 20 թվականին երբ որ սպանել են հորը,
Խոստան չի թաթոցին, ջահել մայրը, աստղիկը, տալիս է որ պանոց, ժամանակը որապես, տալիս է, հետո հայրիկը պախնում է, շարքեր ունի ետ, ոնց է պախնում է ընկեր լուրիկը, պոյեմում, բանով նկարագրում է, հետո որ պետք է տանեին Ամերիկա ոնց է պախնում, որպերին մի մասին տարան չէ Ամերիկա։ Հերթական գողության ժամանակ Շիրազը շուկայում երկար ու հարկադիր բաժանումից հետո պատահաբար հանդիպել է մորը, աստղիկին, սև հացը ձեռքին։ Այս դիպվածը մեծ հետք է թողել նրա կյանքի ու ստեղծագործության վրա, հետագայում դառնալով իր բանաստեղծություններից մեկի բովանդակությունը։ Իսկ որ հանդեպ ունեցած պաշտամունքը ծնունդ է տվել Բարեմի հրաշագեղ կոթողի, հուշարձան մայրիկիս ժողովածոին։ Փորձրել եմ օրը առնվել են, հետո ընկելա որ բանը ցուցել է դուրս ընկի, ապրելա խուժանի ժամանակներն Գյումրիում ասեն խուժանի կյանքով։ Իրա կենսագրության մեջ գրել է։ Ագին ժամանակ դրսում է ապրել։ Ուզեցել է հացը փախցնի շուկայից, վերադարձող կնոջ ձեռքից։ Մայրը ճանաչել է, որ միանգամից ինքն է արել է տուն։ Հայտնի է, որ Շիրազը մեծարել է իր մորը, մայրապաշտ է եղել եւ նույնիսկ իր բիբլիական պոեմը գրելիս ինքը հիմնվել է իր մոր խոսքերի վրա, հիշելով իր մոր խոսքերը, որ ցավը տվին մարդկանց, մարդը տարավ ու դա հիշելով ինքը ստեղծագործել է այդ հրաշք պոեմը։ Շիրազը գրել սկսել է պատանի տարիքից, դեռ մանկատանը, որտեղ հաճախ է հավաքել իր ընկերներին ու նրանց համար պատմություններ հորինել։ Թեև շատ վատ է սովորել դպրոցում եւ մի քանի անգամ հեռացվել է վատ վարքի համար։ Ջուր վաճառող տղայի պատմությունը սկսել է հենց այն տան բակից, որն այսօր բանաստեղծի տուն թանգարանն է դարձել։ Արդեն բավականին հայտնի դարձած վարպետը սիրել է զբոսնել քաղաքով, հերթական զբոսանքի ժամանակ նրա առաջ մի տարեց մարդ է կանգնում ու հարցնում. «Դու բանաստեղծ Շիրազն ես»։ Շիրազն էլ հպարտ, որ տարեց մարդը ճանաչել է իրեն, պատասխանում է. «Հա, ես եմ Շիրազը»։ Պապիկը թեթևացած ասում է. «Դե որ դու Շիրազն ես, իմացած եղիր, ես քեզ փող եմ պարտք։ Ար, վերցրու ես 10 կոպեկը, որ դու փոքր էիր ու փողոցում ջուր կծախեիր, ես ջահել տղա էի, ջուրդ խմում էի, գլխարկդ աչքերիդ էի քաշում ու ոչ մի կոպեկ չէի տալիս ջրի համար։ Հիմա իմացել եմ, որ մեծ մարդ ես դարձել, խիղճս տանջում է, որ հետդ այդպես եմ վարվել։ Վերցրու ես կոպեկը, որ հոգիս Աստծուն հանգիստ կարողանամ տալ»։ Շիրազը մի կոպեկ է վերցնում պապիկի ձեռքից, փոխարենը տալով նրան 10 ռուբլյանոց, ասելով. «Ար, հայրիկ ջան, վերցրու, մի շիշ ուղի կգնես ու հաջողությանս կենացը կխմես»։ Հետո բանաստեղծը հանդիպում է ընկերներին ու պարծենալով ասում. «Ստացել եմ մանկությանս աշխատավարձը»։ Ինքը իհարկե շատ ծրախոս մարդ էր եւ նաեւ սուր լեզու խայտելու իմաստ ուղել։ Դա էլ կար, ում որ չսիրեր, շատ դժվար պարագայի մեջ կհանդիպեր այդ դիմացինը, իր պոեզիան ինչքան լիրիկական, ինչքան սիրո, հայրենասիրության, մոր, չէ, ինչ սիրուն բանա դյուն է իշնում կուտակում մորս վրա վերևից, ասես փետուր է թափվում հրեշտակի թևերից, շատ սիրում մայրական պոեզիայի մի կտոր, ուրեմն, բայց նաև ինքը երբ տեսներ մեկը չափը անցնում ական բան, իր սուր կտրուկ խոսքը կասեր։ Ժամանակին Լենինականի քաղսովետը որոշում է մի տուն նվիրել բանաստեղծ Հովհաննես Շիրազին։ Տունը երկար փնտրեցին, բայց վերջնական որոշման այսպես էլ չհանգեցին։ Եվ ընտրությունը կատարեց հենց ինքը բանաստեղծը։ Նա մատը դրեց այն տան վրա, որի նկուղում ճակատագրի բերումով դեռ մանուկ տարիներին քնել էր, երբ փախչել է մանկատնից։ Սակայն տան ընտրությունը պայմանավորված էր եւս մեկ փաստով։ Այն գտնվում էր Ավետիք Իսահակյանի տան հարևանությամբ։ Շիրազն այդ տուն ընտրելիս պատճառաբանում է.
որ ավոյ տուն գնացողը իմ տուն էլ գա։ Թանգարանը 83 թվականին են հատկացրել Հովհաննես Շիրազին, Դոնարա Հարությունյանը, մեր քաղաքովի առաջին քարտուղարը, մեր քաղաքի։ Շիրազանտատ խնդրել եմ միջայլոց տարբեր իշխանությունների, որ ինձ ի վերջո տվեք տուն Գյումրիում, եւ Դոնարա Հարությունյանն որոնց առաջ է գնացել եւ հատկացրել են այս տունը Շիրազին։ Մի քանի տուն են միջայլոց փորձել իր դուրը չի եկել, փորձել հատկացնել իր դուրը չի եկել եւ այս տունը շատ է նրան դուր եկել, հատկապես որ Իսահակյանի հարևանությամբ է գտնվել, բայց ցավոք սրտի քիչ է, դրանից հետո մի տարի հետո մահացել է Շիրազը եւ չի հասցրել այստեղ ապրել, դրա համար էլ թանգարանը կոչվում է Հուշատուն թանգարան։ Շիրազի բանաստեղծական անունը կնքել է Ատրպետը։ Նրա ստեղծագործությունները նմանեցնելով Իրանի Շիրազ քաղաքի հայտնի վարդերին։ Բայց ինքը պոետը իր գրական կեղծանունը մեկնում է այլ կերպ՝ Շիր Ազան, այսինքն Շիրակի որդի։ Ասում են Ատրպետը, կարդալով երիտասարդ բանաստեղծի գործերը, ասել է. «Տղու բանաստեղծությունները թարմ են ու ցողապատ, ինչպես Շիրազի վարդերը»։ Իր գրական անունը հետագայում Շիրազը ստուգաբանել է հետևյալ կերպ. իսկ թե ինչու իմ անունը Շիրակ չէ, այլ Շիրազ է, դա կարծում եմ համազգային հարց չէ։ Իմ անունը գրող Ատրպետն է կնքել ու նշանակում է Շիր, առյուծ, Ազ, առյուծի բերան։ Նա ինձ այդպես կնքեց շատ վաղուց, երբ կարդաց իմ Սիամանթո եւ Խճեզարե պոեմի ձեռագիրը եւ ասաց. «Սերը, ահա, այսպես պիտի գրեն. Առյուծի բերանով լացած վիշտ է, առյուծի բերանով սոխակի լեզվով։ Ահա իմ անվան ծագումը։ Բարևներով Հովհաննես Առյուծաբերան»։ Այն ժամանակներում Հովհաննես Շիրազի ճակատագրով լրջորեն մտահոգվում է Վահրամ Ալազանը։ Նա հետևում է, որ այդ տղան գրական ճանապարհից շեղումներ չունենա։ Գրել է Գարնանամուտ գրքի առաջաբանը 1934 թվականի սեպտեմբերի 15-ին, բայց գիրքը լույս է տեսել Մոսկվայում 1935-ին։ Եվ ինչ է եղել։ Այս գիրքը փաստորեն հետաքրել է նաև Եղիշե Չարենցին։ Հիմա իմ շուրջը մարդիկ կան, որ ասում են Չարենցը չի ընդունել Շիրազին, չի խրախուսել նրան։ Ժամանակակից գրականագետիկները թող ներեն ինձ, փաստերը թող կարդան, հետո ենթադրություններով շեղեն մարդկանց ուշադրությունը։ Շիրազը բացահայտ գրել է մի փետուրի մարզիվ կյանքից գրքում։ Ռուբեն Զարյանն ասում է մի օր համալսարանում ինձ ասաց. «Արի գնանք Չարենցի մոտ, ուզում եք քեզ տեսնել»։ Գնացինք, ասում է Չարենցը ապրում էր Երևան հյուրանոցում այն ժամանակներում։ Եվ այդտեղ էլ ասում է հանդիպեցի Հովհաննես Թումանյանի դստերը, որը ասում է ինձ ասաց, թե Ափսոս ասում է Չարենցը դուրս եկավ տնից շուտով կվերադառնա, բայց ասում է նա արտագրել էր քո 3 բանաստեղծությունները իր ծոցատետրի մեջ։ Հիմա ես անկեղծ ասած հավատում եմ Աշխեն Թումանյանին։ Ժամանակակից ոչ մի այսպես կոչված չտեսած, չճանաչած հուշագրի չեմ հավատում։ 35 թվականին Շիրազը տպագրեց 2 գիրք, Գարնանամուտը եւ Սիամանթո եւ Խճեզարը։ Մանածագործարանից, մանից, որփանոցներից, փողոցներից Շիրազնեկով մեկից մի հաց, մեկից մի սող գողանալով եկավ մտավ գրականություն։ Մեծ։ Ուրեմն Գարնանամուտը բացառիկ գիրք է։ Ընդ որում 35 թիվն է։ Եղիշե Չարենցը այդ թվականին հեռացվեց հրատարակչության իր ղեկավարած բաժնից եւ հեռացվեց նաեւ գրողների միությունից։ Մարտին Չարենցինը, Շիրազին եղել է տարվա ընթացքում, բայց Չարենցը տեղյակ էր ինչ է կատարվում, ով է կապում, գիրքն են տպագրում, ինքը պլանավորել է, ինքը ընթացք է տվել։ Եվ մի առասպել հյուսվեց այդ ժամանակ, իբր թե Ալազանը, որ Շիրազի գրքի խմբագիրն է եւ լավ է որ այդպես է, իբր թե Ալազանը գրել է Շիրազի գրքին 60 էջանոց առաջաբան,
Չարենցը կրճատը թողել է 3 իջ։ Այդ այսքան կրկին 62 դրեց սուտ էր։ Ու այդ պահից Շիրազի մեջ մի խոտոր բան մնաց Չարենցի հանդեպ։ Մի օր ատրպետը նրան կամացվածուն է տալիս ու պատվիրում իրենց տուն տանել։ Քաղցած պատանին էլ մինչև նրանց տուն հասնելը ճանապարհին մածունը կես է գցում։ Այդ իմանալով ատրպետն ամեն օր փնտրում է Օնիկին, որ մածուն տա, գոնե այդպես փորձելով կերակրել ապագա մեծ բանաստեղծին։ Մի անգամ Հովհաննես Շիրազը կանաչ պողկապով զգուշորեն մտնում է խմբագրի սենյակ։ Վերջինս փորձում է կատակել եւ ասում է. «Կանաչ փողկապով ես շրջում, չես վախենում էշերից»։ Հենց դրա համար էլ վախվոխելով ներս կուգամ, պատասխանում է Շիրազը։ Տանտիականը գրելուց հետո Հովհաննես Շիրազն ու Ֆրունզիկ Նկրտչյանը փողոցում հանդիպում են իրար։ Ֆրունզը ասում է. «Ծո Շիրազ, քսեն է տանտիական դու ես գրել, հա այդ աղա»։ Քսե հա Ֆրունզ ջան։ Չէ դու չես գրել։ Դու քսե ես եմ գրել Ֆրունզ։ Քսե Շիրազ դու չես գրել, մի հեքիաթ պատմել։ Դի քու գրածը չէ։ Վերջը բանը կհասնի նրան, որ իրանք արդեն իրար տոշեր կհավաքեն, այսպես օձիկներ են հավաքում, ու ասում է, լավ, ինչից հասկացար, որ ես չեմ գրել։ Դոքսե Շիրազ քսե սիկ գրողը պիտի խելերեր նոր գրեր։ Հա քսե Ֆրունզ քսե ես, չէ, գրելուց հետո պիտի խելերեր։ Հա քսե Ֆրունզ քսե ես խելերը նոր եմ գրել։ Այս իրոք իսկապես երբ որ նայում ենք, հա, ամբողջ այս պատմությունը ցեղասպանության այս գրքի մեջ դերերելով այսպես անցնում ենք։ Ինքը սարսափելի է, բայց դու չես կարող իրան անընդհատ չա։ Ու գիտեք, մեջը մոտավորապես 2000-ից ավելի նոր բառեր կան, որ Շիրազն ինքն է հորինել։ Առաջի հայացքից թվում է թե այդ բառը քեզ ծանոթ է, բայց երբ որ սկսում ես իրան վերլուծել, հասկանում ես, որ նման բառ չկա։ Շիրազը հայտնի է եղել իր սրամուտություններով, որոնք երբեմն դառնում էին ինքնագովեստի խոսքեր։ Հաճախ է կրկնել. Թումանյանն է, Իսահակյանը, ես էլ այդ երկուսի արանքում։ Իսահակյանը լսելով այս ամենն ասել է. մեր արանքում Տերյան ու Չարենց կան, բայց այս խելառին էլ տեղ կճարվի։ Ես գարուն ամսագրում էի, բանաստեղծություններ էր բերում, խոսում էինք բան, մի օր եկել էր այդտեղ չէի եղել, մի փոքր նամակ էր թողել ինձ, ուրեմն եւ ասում էր զի ազգանունը հայաշունչ չէ, քեզ անուն եմ տրելու գրական եւ տրել էր կայծակ։ Շիրազը հոյակապ դեմք է մեր պոեզիայի պարնասում։ Հորդաբուխ ու ճշմարիտ բանաստեղծ։ Նրա ամեն մի բանաստեղծությունը մի գյուտ է, զարմանալի պատկերներով։ Ավետիք Իսահակյան։ Ինքը միշտ սիրում էր գալ գարնան սկզբին։ Դաղց էր բերում, մի շիշ կարմիր գինի, լավաշ ու թել պանիր գյումրվա, դա երկուստ էլ գյումրեցիներ էին։ Անտեն տատիկը սուրճ էր դնում բան, արդեն սուրճին վարժվել էր, չնայած միշտ առաջի անգամ տիկի Սոֆի ձեր տանը սուրճից վարվեցի, ես կարծեցի թա ինչ-որ խմպելիք է փոքր բաժակով, քաշեցի այրեց բերան սուրճը անմիջական էդքան, մենոնք բոլոր շատ էին սիրում իրան, հայրս հետ ընկերություն էր անում, իսկ ինքը վարպետին անվերջանալի էր սիրում, անվերջանալի, միշտ ասում է, ես եմ նրա տղան, ես, հորս էր ասում է, ես եմ նրա տղան, ես եմ նրա տղան։ Ավետիք Իսահակյանը Հովհաննես Շիրազի համար եղել է մեծ հեղինակություն։ Պատմում են, որ Շիրազն այրել է իր այն գործերը, որոնք Իսահակյանին դուր չեն եկել։ Բերում էր իր նոր գրած գործերը վարպետին ցույց էր տալիս, նստում էին, այս դաշնամուրի կողքն էր։ Գիտեանը բայց արդեն թանգարանում ես, թանգարանից այս դաշնամուրը ինձ պապիկներ նվիրել։ Եվ եթե որևէ բանաստեղծություն վարպետը չէր հավանում, Շիրազը ոչ թե մի կողմ էր դնում, այսպես ճմրթում գցում էր այս դաշնամուրի տակը։ Ասում էր, այ Հովհաննես, ինչ կնես, թող կմշակը, թե դու չհավանար, էդի ես չեմ գրել, էդի Սիլվանա գրել։ Սիլվանա գրել։ Երեք ընկերներ ծանոթանում են Շիրազի հետ ասելով, որ երեքի անունն էլ Ռազմիկ է։ Հատկապես շատ է հպարտանում գյումրեցի ճանաչված Ռազմիկ Դարփինյանը։ Շիրազը զարմանում է. Ինչ եղկեղնի, բոլորը Ռազմիկներ եք, իսկ Մասիսը գերի է։
Հայոց ցեղասպանության թեման նրա սրտի ամենամեծ վերքն էր ու ստեղծագործական ժառանգության հիմնական առանցքը։ Հենց այդ պատճառով է Խորհրդային Միության տարիներին Շիրազը ենթարկվում էր տնային կալանքի յուրաքանչյուր ապրիլի 24-ին։ Իսկ նրա երկրպագու ուսանողները բողոքի ցույցեր էին կազմակերպում ազատություն Շիրազին պաստառներով ու բացականչություններով։ Տնային կալանքները հայրիկի եղել է 60-ականներին։ Մի անգամ մի ման մենք, բարում ենք ընկերներով։ Ստացեինք, մտել իմացան երևի ով եմ։ Մեկը բարի տերը մոտեցավ, ասաց ես Շիրազի հետ ֆոտոն եմ, որ իմացա որդին եմ։ Ասաց շատ հետաքրքիր է, որ երբ որտեղ։ Ասաց ես ժամանակ աշխատում էի բան ԿԳԲ-ում։ Ասաց եւ մենք ապրիլի 24-ին երբեմն, երբ որ թվերը չասեց, բան, ասում իրանք տանում ենք ու ասաց որ Ողջաբերդ գյուղը կա Գառնի ճանապարհին։ Ինքը որ ներկա է եղել ողջ հայրիկին վերցրել են ուղղակի տարել է Ողջաբերդ, մինչև այդ 2 օր անցնի ու տղել լուսանկարել են ու հպարտանում էր որ ես ֆոտոն եմ։ Շիրազի առաքելությունը հենց դա էր, նա եկավ այդ տաբուները վերացնելու։ Նա կարծես այդ 7 գոմշի կաշիների 7 ջաղացի քարերի տակից դուրս բերեց հայոց ցեղասպանության այդ եղելությունը, դուրս բերեց մեր կորուսյալ հայրենիքի գաղափարը։ Բացի դրանց նա նաև ջատագովն էր պահանջատիրության։ Առաջին անգամ պահանջատիրությունը Շիրազի շուրջերից լսվեց։ Սա էր պատճառը, որ ժողովուրդը շատ սիրեց Շիրազին, համարեց իրենը։ Իր տունը գիտեք, Ամիրյան եւ Պրոսպեկտի անկյունում։ Մարդը դուրս էր գալիս իր տան առջև կանգնում էր, չէ՞։ Այդ պահին ամբողջ փոխադրականները կանգնում էին։ Ավտոբուս, տրոլեյբուս, տաքսի, այնտեղ չգիտեմ էլ ինչ կար։ Կանգնում էին պատուհաններից, այ ցույց են տալիս այ Շիրազն է։ Այս երևույթներ եւ այս Շիրազն է, նաեւ Սփյուռքում էր այդպես։ Եվ այս անկաշար սերը Շիրազի հանդեպ կայքավ ինչից, որովհետեւ այն դժվար տարիներին, երբ հայրենասիրությունը հալածվում էր, Շիրազը բարձր պահեց հայրենասիրական ջահը, ու ժողովուրդը գնաց այդ իր հետքերով, իր հետ։ Շիրազի առաջին կինը եղել է բանաստեղծուհի Սիլվա Կապուտիկյանը։ Նրանց որդին քանդակագործ Արա Շիրազն է։ Երկրորդ կինը եղել է Շուշանը, որի հետ ապրած տարիներին լույս աշխարհ են եկել մեծ բանաստեղծի 7 զավակները՝ Սիփանը, Մասիսը, Աստղիկը, Արաքսը, Անին, Հայկ Թադևոսն ու Վանանդը։ Իրանք հանդիպել են համալսարանում ուսանելիս, ուսանողական տարիներին են հանդիպել, 30-ականների վերջին են հանդիպել եւ 40-ին արդեն միասին են եղել, 41 թվին ծնվել է մեր ավագ եղբայրը Արա Շիրազը։ Հետո այդ ամուսնու 4 տարի են ընդամենը ապրել միասին։ Շիրազի մայրը մեր տատը Լեննականի Գյումրու բանով մամ ենք ասում։ Ինքը կին ա եղել շատ ավանդական կին ա եղել եւ բանը ուզեցել է որ հարցը քիչ շատ դուրս չգա, գնա Մոսկվա, գնա ստե, գնա այնտեղ, բան, այդտեղ հիմնականում այդ բանն ա եղել։ Մի խոսքով 1-2 բան 4 տարի հետո ամուսնալուծվել են։ Շիրազը իր առաջի կնոջ, գիտենք բոլորս Սիլվա Կապուտիկյանից ունեցավ մեկ որդի, Արա Շիրազը, չեմ բարանի ասեմ, որ աշխարհահռչակ քանդակագործ Արա Շիրազը, որովհետև գիտենք մենք ինչպես հայտնի է իր քանդակները Հայաստանի ամբողջ տարածքով է սփռված եւ նաեւ ունի Սփյուռքում քանդակներ։ Մորս օրս տարբերություն 30 տարուց ավել է։ Եվ հանդիպել են մայրս նաեւ երկրպագել է բանաստեղծություն, պոետ որպես Շիրազին, հետո հանդիպել են, հետո եկե գնացել է, մի օր հայրս չի թողի, որ գնա, հետո արդեն Կապուտիկյանի բաժանումից արդեն տարիներ, շատ տարիներ, հետո երկար ժամանակ մենակ է մնացել հայրիկը, որ ընտանիք չի ունեցել,
Տենց հետո ծնվել ենք մենք 7 երեխա, բայց ավակ մեր եղբայրը Արայիկը ասում էր, միշտ ինձ ասում էր մեր հայրը մեզ 2 մայր է պարգևել։ Միշտ հիշում եմ ու զգում եմ։ Ասում էր մենք ամենահարուստն ենք։ Ունես որ մեր մեջ այդ բանը չի եղել, որ Կապուտիկյանի կողմից է խանդեղ է, ոչ մորս կողմից նրանք հասկացել են Շիրազի էությունը, ով է, եւ մեր մեջ դա բան չի եղել։ Մի անգամ Շիրազը որդու Սիփանի հետ գնում է հրատարակչություն։ Երեխային նստեցնում է ծնկներին, գուրգուրում նրան հոտ քաշելով գլխից։ Շիրազին հարցնում են. «Ինչու ես երեխայի գլխից հոտ քաշում»։ Շիրազ. «Հանճարի հոտ կառնեմ», պատասխանում է բանաստեղծը։ Շատ կապված էր երկրորդ կնոջ Շուշանիկից ունեցած զավակների հետ եւ շատ մտերիմ էր Սիփանի հետ։ Ամենակարևոր այդ ֆիգուրն էր, իրավար կարելի ասել, եւ ինքը իր ամբողջ ներուժը դրեց Սիփանի մեջ։ Այստեղ նկար ունենք, այս նկարը Սիփան Շիրազն է նկարում եւ քանդակել է առաջի անգամ քանդակել է Հովհաննես Շիրազին հորը, երբ որ Շիրազը մտել է արվեստանոց տեսել է քանդակը, հենց առաջի ռեակցիան իրա նայել է քանդակին, ասել է բարև Շիրազ, գլխարկը հանել դրել է քանդակի գլխին։ Չիկագոյում մի հայ պատմել է, որ Շիրազի հետ նամակագրական կապեր ունի։ Երբ հարցնում են, թե որ հասցեով ես գրում, նամակագիրը պատասխանում է. պարզապես գրում եմ Հայաստան Հովհաննես Շիրազին։ Այլ հասցե հարկավոր չէ։ Մի Շիրազ կա ու մի Հայաստան։ Ընտանեկան երջանկություն, բախտավորություն կարելի ասել չի ունեցել Շիրազը։ Հենց այսօր դրա ընտանիքը ծրված է տեսուտել, բայց ես գոհ եմ, անձամբ գոհ եմ Վանան Շիրազից, որ հասկացավ պետք է իր հոր ձեռագրերը չպահել պահոցներում, այլ հրատարակել, որպեսզի դառնա համաժողովրդական սեփականություն, եւ ես նաեւ Հովհաննես Շիրազ մեծ բանաստեղծի հանդեպ կատարում եմ նաեւ իմ գրականագետի որդիական պարտքը, գիրք դարձնելով նրա հայտնաբերված ձեռագրերը։ Շիրազը հայախոսության ջատագով էր, ատում էր օտարալեզու բառերը։ Մի անգամ, երբ ուզում է մտնել կառավարության շենք, մի կին է մոտենում ասելով. «Խոտը էստեղից է»։ Բանաստեղծը խետ նայում է կնոջն ու «Խոտը դու ես»։ Ընձի մուտքը ցույց տուր։ Ապագայում եւս Շիրազյան բանաստեղծությունը բազմաթիվ հիվանդ հոգիներ ու սրտեր կբուժի, ինչպես այսօր մենք մոռացված խոտեր ու ծաղիկներ ենք փնտրում մեր հիվանդ մարմինը բուժելու համար։ Այն անթարամը, որ կա Շիրազյան բանաստեղծության մեջ, սքանչելի բույր ունի եւ ապաքինող բաղադրություն, ասել է Ռազմիկ Դավոյանը։ Շիրազը կբարձրանար առաջինը ոտքով Մասիսը, որովհետեւ իր համար Արազատ տունն էր Հայաստանի վեհությունը։ Եվ Գյումրին էր շատ սիրում, Գյումրին էր իրան էր սիրում։ Այսպիսին էր նա, խենթ, խելառ, հանճարեղ ու ուղղախոս։ Այդպիսին էր նրա գրականությունը, բռնկուն ու խնկահոտ, աղոթքի պես մաքուր ու հոգեզմայլ։ Մեծ ժառանգություն հայ գրականության պատմության համատեքստում։ Այդպիսին էր նրա սիրտը, որ մի քանի հայրենասերների շնորհիվ եւ իր կտակի համաձայն արդեն թաղված է Արարատ լեռան բարձունքում, որպես դարերին պաղտված մեծ երազանք։ Նա մեր Շիրազն էր, հայի Շիրազը։ Կհանդիպենք։